Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պատվիրակության անդամներ, ես ուրախ եմ ձեզ հանդիպել Աստանայում։ Սա ձեր առաջին պաշտոնական այցն է Ղազախստան եւ մեզ համար այն շատ կարեւոր է։ Մենք այն դիտարկում ենք որպես կարևորագույն քայլ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Այսօր արդյունավետ բանակցություններ եք ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևի հետ։ Եվ կառավարությունը Ղազախստանի ամեն քայլ կձեռնարկի, որպեսզի ձեռք բերված համաձայնությունները իրագործվեն։ Օգտվելով այս հնարավորությունից, մեծարգո պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհավորեմ, որ արժանացել եք այսօր մեր երկրի ամենաբարձր պարգևին։ Շնորհավորում եմ։ Հայաստանը հանդիսանում է Ղազախստանի համար հուսալի եւ կարեւորագույն գործընկեր։ Այսօրվա դրությամբ մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են կայուն տեմպով, բարեկամության եւ փոխադարձ ըմբռնման ոգով։ Առևտրատնտեսական ոլորտում շատ կարևոր է մեր փոխադարձ հարաբերություններն ու համագործակցությունը։ 6 անգամ վերջին 4 տարվա ընթացքում աճել է առևտրաշրջանառությունը մեր երկու երկրների միջև։ Շատ կարևոր է շարունակել այդ աճը եւ հետեւաբար Ղազախստանը պատրաստ է ակտիվ աշխատել բոլոր ուղղություններով համապարփակ համագործակցության եւ երկկողմ հարաբերությունների խորացման համար։ Խոսքը ձեզ եմ փոխանցում, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ, մեծարգո պարոն վարչապետ։ Նախ շնորհակալ եմ ձեր ընդունելության եւ շնորհավորանքների համար։ Այո, ինձ համար մեծ պատիվ է արժանանալ Ղազախստանի բարձրագույն պարգևին եւ շատ պարտավորեցնող է եւ շնորհակալ եմ պարոն նախագահին այդ որոշումը կայացնելու եւ ձեզ շնորհավորանքների համար։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու եւ ձեզ հետ այս քննարկման առիթը ունենալու համար։ Մենք իհարկե նաեւ ԵԱՏՄ հարթակներում միջկառավարական խորհրդի նիստերին բավական հաճախ հանդիպում ենք եւ շատ լավ գործընկերություն է մեր միջև հաստատված, ինչը ես շատ բարձր եմ գնահատում եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ձեզ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանը նպաստելու համար։ Մենք ճանապարհին արդեն հասցրեցինք խոսել, որ նոր հնարավորություններ են բացվում մեր երկրների միջև առևտրատնտեսային հարաբերությունները խորացնելու համար։ Իհարկե այն դինամիկան, որ ունենք, վատ չի, բայց իրականում պոտենցիալը շատ ավելի մեծ է, բայց մենք տրանսպորտային սահմանափակումների բերումով չենք կարողացել այդ պոտենցիալը օգտագործել, չնայած քաղաքական կամքին, ցանկության, հնարավորություններին, եւ հիմա տրանսպորտային նոր հնարավորություններ են բացվում եւ կարծում եմ, որ այդ հնարավորությունները պետք է օգտագործել։ Նաեւ նախագահ Տոկաևի հետ առիթ ունեցանք քննարկելու մեր երկրների միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը եւ այդտեղ էլ շնորհակալ կլինեմ ձեր աջակցության համար։ Պետք է ասեմ, եւ նախագահ Տոկաևին էլ այդ մասին ասացի, որ մեր երկրում ավիափոխադրումների հետ կապված հիմա ակտիվ զարգացումներ տեղի ունենում են, բայց շուկան դեռ կայացման փուլում է եւ այստեղ նաեւ շատ լավ կլինի, եթե ղազախական ընկերությունները նախաձեռնություն ցուցաբերեն։ Իհարկե մենք մեր հայաստանյան գործընկերներին էլ ուշադրություն կհրավիրենք այս հնարավորությունների վրա։ Ընդհանուր առմամբ շատ լավ մթնոլորտ է եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ մշակութային մեր երկրների միջև եւ երբ որ նման արդյունքներ արձանագրվում են, դա առաջինը գոհունակություն ենք արտահայտում այդ կապակցությամբ եւ հասկանում ենք, որ ավելին անելու հնարավորություն կա եւ ես համոզված եմ, որ մենք իրար հետ կարողանանք զարգացնել այս շատ լավ իրավիճակը։ Շնորհակալ եմ։